Ալիևին իրենք ուղղակի երաշխներ տալու որ անելու են այն ամեն ինչը, ինչ որ Ալիևը պահանջելու է։ Նիկոլ Փաշինյանի դեմ են, բայց Նիկոլ Փաշինյանի կատարած գործողություններին կողմ են։ Ալիևի սահմանադրությունը մեզ պարտադրելու ովքեր որ խաղաղությունից են խոսում։ Այսինքն մենք բանակ ենք պահում, բայց մեր տարածքները երբ ցանկացան, ոնց ցանկացան, դրանք կարող են վերցնել մեր գերնպատակը ոչ թե խաղաղության ձեռքբերելն է, մեր գերնպատակը անվտանգ երկիր ունենալու։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մասի Շիրյանն եմ, մարտական եղբայրության միաբանության անդամ, ինչպես նաև ազգային հեղափոխության կուսակցության վարչության անդամ։ Անցնող շաբաթը քննարկելու ենք մարտական եղբայրության միաբանության անդամ եւ ազգային հեղափոխության կուսակցության վարչության անդամ Աշոտ Տերտերյանի հետ։ Նախ սկսենք լավ լուրով։ Տեղեկացնեմ, որ մեր YouTube-յան ալիքը վերջերս 2 օր առաջ փակվեց եւ շատ կարճ ժամանակում մեր ընկերները բողոքարկեցին եւ YouTube-յան ալիքը վերականգնվեց եւ ոչ միայն այս YouTube-յան ալիքը վերականգնվեց, այլ նաեւ 1 տարի առաջ, 1 տարուց մի քիչ ավել առաջ փակված մեր 5 YouTube-յան ալիքն է վերականգնել, որտեղ 4000-ից ավել հետևորդներ ունեինք, որի վրա բազմաթիվ աշխատանքներ են կատարել ու որպես ատելության խոսք տարածող կեղծ իհարկե մեր ալիքը փակվել էր։ Նախորդ շաբաթ մենք քննարկել ենք, նաև անդրադարձել ենք այլ օգտատերերի YouTube-յան ալիքներին, որ փակվել էին, հիշեցրել ենք, որ իրենք լուր են մնացել, չնայած մենք իրենց դժբախտության լուր չմնացինք, բարձրաձայնեցինք, որ նման խնդիրներ կան, բայց ինչևէ հիմա լավ է, բայց պետք է պատրաստ լինել ցանկացած բայի, որ կարող է լինել գրողներ թե մեր այսօրվա իշխանությունների կողմից, թե իրենց աջակից ադրբեջանական քարոզիչների կողմից, որովհետև ամենայն հավանականությամբ մեր ալիքը փակվել էր հենց Ադրբեջանի բողոքի արդյունքում, որտեղ 50000-ից ավել բողոք էր եղել մեր ալիքի վրա, բոտեր էին հարձակվել։ Աշոտ ջան, սկսենք շաբաթվա իրադարձություններից, քարոզարշավը սկսել է ու քարոզարշավի արդյունքում արդեն կան ձերբակալվածներ, Շենգավիթից Արտակ անունով մի տղայի են ձերբակալ է, ով Նիկոլին անվանել է թռած եւ ստուկաչ։ Մենք իհարկե կողմ չենք նման լեքսիկոն, առհասարակ մենք կողմ ենք բովանդակային քննադատության ու հիմնավորումներին, այս խոսույթը մերը չէ, բայց նման խոսույթի համար արդյոք արժե մարդուն ձերբակալել, կալանավորել, կալանքի տալ։ Դա ընդհանրապես իհարկե ոչ, դա ավելի շատ ինչ-որ ներքին լարվածություն ստեղծող գործողություններ են, քան լարվածությունը հանող, այսպես ասած։ Ինձ թվում է, քանի որ բովանդակային առումով քաղաքական դաշտը թույլ է, կամ բովանդակային բազմազանություն չկա, ավելի ճիշտ այսպես ասենք, միգուցե նման քայլերը փորձում են բովանդակային վեճի կամ քաղաքական գործընթացների իմիտացիա ստեղծել։ Ես այդպես եմ կարծում, որովհետև չեմ կարծում, որ ինչ-որ մեկը վախենում է նման արտահայտություններից կամ նման գործողություններից, ավելի շատ այստեղ ես նկատում եմ արհեստական բովանդակային վեճի տպավորություն ստեղծելու քաղաքականություն։ Ավելի լուրջ հայտարարությունների դեպքում իհարկե եթե սպառնալիք կա հասարակության անվտանգության, կարելի է դիմել իրավապահներին, բայց նման դեպքերը ուղղակի ավելորդ լարվածություն է ստեղծում հասարակության մեջ իմ կարծիքով։ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ դատական, գործադիր եւ օրենսդիր մարմինները իրարից տարանջատված են եւ դրա մասին ամեն անգամ ներկայիս իշխանությունները նախկինները նույնպես բարձրացնել են, որ մեր մոտ կա ժողովրդավարություն, իշխանության թևեր իրարից տարանջատված են, բայց եթե մենք ունենենք իրապես տարանջատված թևեր, նմանատիպ ավելի կոշտ հայտարարություններ եղել են իշխանությունների կողմից, թե նախկինում են եղել, թե ներկայումս կան, ասենք հնարավոր կլիներ, չէ՞ օրինակ դատախազը նմանատիպ հայտարարությունների դեպքում կալանքի միջնորդություն ներկայացնել, օրինակ վարչապետին կամ չգիտեմ նախարարներին կամ օրինակ ԱԺ նախագահին թքելու համար կամ չգիտեմ սեռական բնույթի հայհոյանք տալու կամ սեռական բնույթի սպառնալիքներ հնչեցնելու համար մենք հիշում ենք որ վարչապետը սպառնում էր կոնկրետ գործողություն իրականացնել
Դրա համար քերորեն դա ավելի պատժելի արարք է, քան այս մարդկանց բնորոշում տալը, չէ՞։ Որպես իրավաբան ավելի լավ կիմանաս։ Իմ կարծիքով տեսեք, ոչ իշխանության նմանատիպ արտահայտությունների համար է պետք է իրական հետապնդում անել, ոչ էլ հասարակ քաղաքացիների, որովհետև անիմաստ դրանք ծանրաբեռնում են իրավապահ մարմինները, զգացում է, որ քաղաքական պատվեր է, օրինակ արևմտյան երկրներում, ամենաժողովրդավարական երկրներում նման արտահայտությունների համար քրեական հետապնդում չկա։ Մենք նման բաներ չենք լսում, նույն Թրամփի կողմից բազմաթիվ հայտարարություններ նման օրինակ հնչում այլ ղեկավարներ, այսինքն սրանք քաղաքական հոսքի քաղաքական քննարկումների բաղկացուցիչ մաս են կազմում, թե ինչ որ նյարդայնացած քաղաքացին կարող է հայհոյել, դե քաղաքական գործիչների կողմից, իշխանության անդամների կողմից իհարկե ցանկալի չի, բայց ամեն դեպքում նման հայհոյանքներ, նման ոչ կարող է լինել այս լարված պայքարի ընթացքում եւ ամեն հայտարարության հետևից գնալ իմ կարծիքով շատ սխալ է եւ ոչ թե խոսում է ժողովրդավարության, ոչ թե խոսում է օրենքի գործադրման մասին, այլ խոսում է ընդհանրապես ինչ որ կմահաճույքի մասին, այսպես ասած։ Սրա արդյունքում առհասարակ հա քաղաքական ուժերը կոնֆլիկտի իմիտացիա են ստեղծում, որ հակադրություններ ունեն, սուր հակադրություններ ունեն, բայց արդյունքում դժում են այն քաղաքացիները, ովքեր որ բնականից պորտքում են ու մեծ հաշվով շատ բաներ չեն ասում, իսկ հակառակ ասենք իշխանությունները այդ իմիտացիան օգտագործում են, իրենք այլ ուղիղ սպառնալիքներ են հնչեցնում, բացի այդ օրենքը օգտագործում են միակողմանի, այսինքն դա բութ գործիք է, որով հարվածում են քաղաքացիների գլխին, իսկ հակառակը, այսինքն երբ որ քաղաքացիներն են կպնում, այդ դեպքում այդ օրենքը սկսում է չաշխատել։ Դե այդպես է, ես ինչ եմ ասում, որ իշխանությունը չպիտի հետապնդի քաղաքացիներին, լավ իմանալով, որ քաղաքացին իրեն չի կարող հետապնդել, այսինքն ստեղծվի մի համակեցության նորմ, եթե զուտ սահմանափակվում եք, այսպես ասած, քաղաքական հայհոյանքներով, ոչ թե քաղաքականությունից բխած հայհոյանք, այսպես կարող ենք ասել, սովորական հասարակ քաղաքացին իր քաղաքական պատկերացումներից ելնելով կարող է ինչ-որ հայհոյանք էլ տա նույնիսկ, բայց դրա հետևից գնալը արդեն անջրպետը մեծացնում է ժողովրդի եւ իշխանության միջև։ Իմիջիայլոց հայտարարություն եղավ Փաշինյանի կողմից, այս անգամ որ Սյունիք էր գնացել, Սյունիքում ինքը ասվել է մշտապես ինչ որ կասկածի լարվածության զգացողություն առաջացել, այսօր եկել եմ ասելու, որ դարաշրջանը փակված է, որտեղ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի հետ կապված խնդիր ոչ կա, ոչ էլ կարող է լինել։ Սա Փաշինյանն է ասել, մենք նմանատիպ հայտարարություն հիշում ենք, որ ժամանակին արել է Արցախում ու նախադեպը կա քաղաքացիների համար կարծում եմ որ պետք է սա սթափեցնող միտք լինի, որովհետև երբ որ նման արտահայտություն ես ու դու անենք կամ մեր նման մի քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ անհատ քաղաքացի անի, սա մի բան է, բայց երբ որ նման հայտարարություն Սյունիքի հետ կապված անում է երկրի ղեկավար, որը որ ժամանակին արել է նման հայտարարություն եւ հանձնել է ինչ որ տարածքներ, այսինքն 180 աշճան փոխված նույն խոսույթը օգտագործել է, հիմա հարց է առաջանում ինչ սպասենք Փաշինյանի նման հայտարարությունից հետո, որովհետեւ մենք գիտենք, որ ասենք դա չի էլ վերաբերվում օրինակ Շիրակի մարզին, վերաբերվում է Սյունիքին, որը որ Ադրբեջանը համարում է արևմտյան Ադրբեջան ու ինքը նկարտումներ ունի Սյունիքի հետ կապված, ինքը պահանջներ ունի, չի թաքցնում, ուղիղ կերպով խոսում է թե իր ներքին հասարակության համար, թե առհասարակ ինստիտուտները ստեղծել ու թեման է առաջ տանում, այսինքն արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպություն կա, իրենց ներկայացուցիչները Ադրբեջանի մեջլիսում են խոսում, հեռուստաընկերություն կա, սա ոչ միայն ներքին լսարանի համար, այլ նաև հետևողական քաղաքականությունն է Ադրբեջանի։ Հիմա Փաշինյանը շեշտ բերել է Սյունիքի վրա, ինչ է սա նշանակում, ինչ սպառնալիքներ կան այս հայտարարության տակ։ Ճիշտ ասած, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը կամ ինչ է այսպես իր մտքի մեջ սպասում, որ պետք է լինի կամ պետք է անի եւ այդպիսի հայտարարություններ անում։ Ուղղակի շարունակելով քեզ ասեմ, որ Սյունիքը լինելով խոցելի իր աշխարհագրական կոնֆիգուրացիայով եւ սահմաններով Ադրբեջանի համար գայթակղիչ թիրախ է, որպեսզի Սյունիքի նկատմամբ ճնշում գործադրի։
Սյունիքի ամրապնդումը եւ Սյունիքի վրա հարձակումից հավանական այդ պաշտպանությունը ինձ թվում է համազգային առաջնային խնդիր է այս հարցի վրա մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք որովհետեւ ենթադրություններով էլ չեմ ուզում շարունակեմ ինչ որ տեսակետ հայտնեմ որովհետեւ իրական սպառնալիքից շատ դեպքերում խնդիրները ներքաղաքական դաշտում արդեն փորձ է արվում տանել ինչ որ ներքաղաքական դիվիդենդներ շահելու նկատմամբ դրանից կարծում եմ մենք չենք շահելու Սյունիքը մենք գիտենք մոտավորապես 20-ից 40 կիլոմետր լայնություն ունեցող տարածք է երկու կողմից Ադրբեջանի վերահսկողությամբ այսպես ասած տարածքներով շրջապատված եւ ցանկացած Ադրբեջանի ղեկավար կամ Ադրբեջանը չէ ինչ որ պետություն, որը որ նման նեղ ինչ որ հատված իր ձեռքում ունի, իր մոտ անմիջապես գայթակղությունը առաջանալու դրա նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու։ Եթե մենք ընդունենք նաև մեր տարածաշրջանային եւ պատմական զարգացման պայմանները, Սյունիքի վրա ինչ որ հարձակումը կամ ճնշումները կամ երկարատև թեկուզ հավակնությունները ես շատ բարձր եմ գնահատում այդ հարցը իմ կարծիքով առաջնային խնդիրներից մեկն է Հայաստանը ռիսկային զոնայում ենք գտնվում իմիջիայլոց մեզ լսողներն ասենք որ Հայաստանում այս պահին Աշոտը երբ որ նշում է որ փորձում են իմիտացիա ստեղծել իբր թե հակադրություն կամ բովանդակային չնայած բովանդակային նույն բանն են ասում սա շատ པարզ երևում է երբ որ իրենք ասում են գնում ենք խաղաղության իրենք սա ամեն անգամ պետք է մենք շեշտենք որ խաղաղության գնում են բոլոր ուժերը այսինքն իրենք խոսք են տալի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որ մենք բերելու ենք ձեզ խաղաղություն դա ավտոմատ կերպով նշանակում է որ Ալիևի փոխարենել են երաշխիքներ տալի կամ նշանակում է որ Ալիևին իրենք ուղղակի երաշխիքներ տալի որ անելու են այն ամեն ինչը ինչը որ Ալիևը պահանջելու է օրինակ սահմանադրության փոփոխությունը Ալիևի սահմանադրությունն է մեզ պարտադրելու ովքեր որ խաղաղությունից են խոսում իսկ մենք տեսնում ենք որ գրեթե բոլոր այն հիմնական խաղացողները ովքեր որ նշանակվել են համակարգի կողմից դիմություն խաղալու իրենք բոլորը խաղաղություն են առաջարկում մեզ նաև պետք է նշել որ հիմա քաղաքական ուժերից օրինակ գործիչ կա Գուրգեն Սիմոնյանը շնորհապետական կուսակցության վարչապետի տեխնազոնով իրեն համարում է երկրորդ ուժը այս մարդը Պետրոսի հաղորդման ժամանակ նշում է որ այս 26 թվի ընտրությունները բացառիկ լավ ընտրություններ են որովհետև սա եզակի դեպք է, որ Ռուսաստանը ուղիղ ազդեցություն չունի մեր ընտրությունների վրա։ Ինչ է սա նշանակում։ Արդյոք սա համապատասխանում է նախ իրականությանը, երկրորդ սրանով ինչ է ցանկանում անել Գուրգեն Սիմոնյանը։ Գուրգեն Սիմոնյանը չգիտեմ ինչ է ցանկանում, բայց որ ռուսական ազդեցությունն դա բնականական եւ բավական մեծ է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, մանավանդ որ Ռուսաստանի նախագահը ուղիղ եթերում ասաց դրա մասին, որ ռուսամետ ուժեր կան, որոնց պետք է ուշադիր լինել կամ չգիտեմ ոնց ձևակերպեց թողնել որպեսզի իրենք մասնակցեն առանց խոչընդոտի ընտրություններին, կա ռուսական տնտեսական մեծ ազդեցություն, դա աշխատում է, կան Ռուսաստանի կողմից հովանավորվող թեկնածուներ, դա էլ է պարզ երևում, այսինքն խոսել նրա մասին, որ ռուսական ուղիղ ազդեցություն չկա, իմ կարծիքով սխալ է։ Իսկ կոնկրետ տեխնացուի նպատակների մասին չեմ կարող կոնկրետ բան ասել։ Իմ կարծիքով նախ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները, որ կան ռուսական ուժեր ու իրենց պետք է թույլատրել, որպեսզի մասնակցեն ընտրություններին, կարծում եմ թաքուն բան չէ, երկու քաղաքական ուժ կան, ովքեր որ իրենց մեծ ուժերից, ովքեր դիտավորել իրենց ռուսական տիրույթում, դա Հայաստան դաշինքն է եւ մեր ձևով ուժեղ Հայաստան այդ դաշինք է կուսակցությունը իրենց մասն է խոսքը, բայց այստեղ կարևոր է նշել, որ Ռուսաստանի նախագահն ասում է ովքեր էլ որ ինչ չեն ուզում, չեն սիրում Ռուսաստանին։ Կարող են գնալ Փաշինյանին ձեն տալ ու ինքը լավ իմանալով որ Հայաստանում նաև մեծ հակառուսական ալիք կա։ 21 թվականին մենք հիշում ենք բոլորս էլ որ Պուտինը հայտարարեց որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ ու դրանով հիմք դրեց որպեսզի Նիկոլը կարողանա 21 թվին վերընտրվի։
որի դիմաց իրականում Փաշինյանը շնորհակալ եղավ, ինքը պահպանեց այդ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որ Սյունիքով պետք է ճանապարհ տրվի, ռուսները դրան պետք է մասնակցություն անեն, հիմա էլ թրիպի հետ կապված ասում են, այո, ռուսներն էլ պետք է մասնակցություն անեն, երկաթգիծը ռուսներին պետք է լինի, իրենք փոխադարձ մեկը մյուսին օգնում են ու համակարգված են, իսկ թե Գուրգեն Սիմոնյանը ինչ է ցանկանում սրանով ասել, կարծում եմ փորձում է ուղղակի Փաշինյանի կազմակերպված ու ռուսների աջակցությամբ այս ընտրությունները լեգիտիմացնել, նախապես ինքը արդեն հիմք է տալիս, որ այս է իդեալական ընտրություններ են, արդյունքից չբողոքեք հաջորդիվ։ Միգուցե նման բան էլ կա, որ մտավախություն դա միշտ եղել է, չէ, Հայաստանում, որ Ռուսաստանը շատ է միջամտում ընտրական գործընթացներին, միգուցե պետք է այնպիսի ֆոն ստեղծել, որ այս անգամ չկար այդ խանգարիչ գործոնը ռուսական ու ընտրվեց այն տեխնացուն, որը որ ընտրվեց։ Ես ամենայն դեպս 2008 թվականի ընտրությունները, 7-8 թվականի ընտրությունները թե պարլամենտական, թե նախագահական այդ ժամանակներից եմ ավելի գիտակից եղել ու հետևել, չեմ հիշում երբևիցե օրինակ Ռուսաստանի մասնակցությունը այնպեսին, ինչպեսին որ այսօր կա։ Այսինքն նախագահի մակարդակների առումով նախագահի մակարդակով Ռուսաստանի նախագահի մակարդակով ուղիղ միջամտություն ունենալ ընտրություններին նման դեպք երբեք տեղի չունեցավ, ասում սրանից մի քիչ ավելի քիչ 21 թվականն է եղել, որը որելի Իշահ Փաշինյանի օգտագործվել իսկ թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դրվագներում, թե 18 թվականի թեկուզ ընտրությունում Ռուսաստանը ավելի նեյտրալ դիրք է դրսևորել։ Արտակուստ է, միգուցե ավելի շատ ներքևից, բայց հիմա արտակուստ է, այսինքն առաջի դեմքի մակարդակով իրենք մասնակցություն են ունենում մեր ընտրություններին ու այս դեպքում իրեն անկախական համակարգից դուրս հռչակած ուժի վարչապետ տեխնացուն ասում է, որ սա բացառիկ ընտրություններ է, ինձ զարմացնում է, մենք դրա համար ենք ասում, որ մենք զերծ ենք մնում ինչ որ մի քաղաքական ուժի աջակցությունից, որովհետև ինչին որ մենք մասնակցություն չունենք, չենք կարող դրանց սատարել, որովհետև ընթացքում այդ նման քայլերով իրենք բացահայտում են իրենց ով լինելը։ Հայաստան ժամանած ԱՄՆ պատվիրակությունը քննարկելու թրիպի նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ Նախ տեղեկացնենք, որ այս թրիպի հետ կապված նախագիծը դա Փաշինյանի, Ալիևի եւ Թրամփի միջև ձեռքբերված համաձայնությամբ է տեղի ունեցել ու սա Փաշինյանի օրակարգն է, Ալիևի օրակարգն է, Թրամփի օրակարգն է, բայց այս պահին մեր ընդդիմադիրները Փաշինյանի դեմ պայքարում են թրիպով, ասում են, այ մենք կգանք, մենք թրիպ ավելի լավ կանենք, ավելի լավ կիրականացնենք, թրիպը սա կարևոր փաստաթուղթ է, բայց բողոքում են Փաշինյանից, այսինքն իրենք Փաշինյանին գովերքելով Փաշինյանի դեմ են հանդես գալիս, իսկ հանրությունն էլ այդքան էլ միամիտ չէ, մեր քաղաքացիները տեսնում են, ասում են, բայց եթե դուք թրիպից գոհ եք, նշանակում է Փաշինյանը լավ բան է արել։ Ու կարելի ասել ուղիղ կերպով աջակցություն են հայտնում Փաշինյանին, ամեն ինչ անում են, որ նախ իրենք ավելի շատ ձայներ չտանեն, քան Փաշինյանը, երկրորդը ամեն ձև փորձում են լավ լույսի ներքո ներկայացնեն Փաշինյանը իր արած գործողությունները։ Թրիպի հետ կապված էլ գլխավոր այսպես հակադրություն այն է, որ այլ աշխարհակաղակական կենտրոններ են փորձում ընդդիմադիրները ներգրավել այդ ծրագրի մեջ դա ներկայացնելով այն հանգամանքով, որ տարածաշրջանում կան աշխարհակաղակական ուժային կենտրոններ, որոնք դուրս են մնացել այդ ծրագրից, հետեւաբար այդ ծրագիրը չի աշխատի առանց այդ կենտրոնների ներգրավման։ Ավելի շատ ես նկատում եմ այստեղ այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը իրենք համակարգից չեն ուզում դուրս գան, այսինքն այն համակարգը, որում հայտնվել է Հայաստանը, կլինի թրիպը, կլինի մնացած բոլոր ծրագրերը եւ քաղաքական գործընթացները, որոնք Հայաստանի շուրջ տեղի ունեն, որևէ քաղաքական ուժ ընտրություններին մասնակցող, այդ հայտնի ծանրակշիռ ուժերից նույնիսկ 90% կարելի ասել, չի փորձում հակադրվել դրան ու ծրագիր ներկայացնել քաղաքական ընտրություններից հետո, որ ինքը կհակադրվի այդ Հայաստանի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Բոլորն էլ ասում են, որ մենք որևէ պայմանագիր չենք չեղարկելու, որևէ քաղաքական ուրեմն գործընթաց չենք չեղարկելու, այսինքն համակերպված են բոլորն էլ, ընդհանրապես ասում են մենք ավելի լավ կանենք
կմտցնենք կամ որոշակի փոփոխություններ կբերենք, կմտցնենք արկա ծրագրերի մեջ։ Թրիփն էլ հերթական այդ քայլերից մեկն է։ Իմիջիայլոց մարդկական եղբայրության միաբանությունը եւ իր կողմից ստեղծված ազգային հեղափոխություն կուսակցությունը, որը որ ներկայացրել իր ծրագիրը, մենք դեմ ենք թրիփին, մենք դեմ ենք առհասարակ մեր տարածքով անխոչնդոտ ճանապարհին որևիցե մի երկրի։ Եվ ավելացնեմ, որ մեր ընկերը մեր իրավաբաններից Կարինե Բաբալյան զանգահարել էր պետրեգիստր, որպեսզի մեր կուսակցության թղթերը հերթական անգամ հանձնի եւ տա կուսակցությունը գրանցման ու տեղեկացնեն, որ եթե ձեր ծրագիրը փոփոխված չէ, իմաստ չունի կուսակցությունը փորձեք գրանցել, որովհետև չի գրանցվելու։ Սա իմիջիայլոց ասեմ, որ օրենքի կոպիտ խախտում է ու շատ կողմնակալ վերաբերմունք է եղել մեր նկատմամբ, որովհետև կուսակցության ծրագիրը եթե չի հետապնդում սահմանադրական կարգի տապալում, իրենք առհասարակ իրավունք չունեն խառնվելու, թե մեր կուսակցության ծրագիրը ինչ է, իսկ մեր կուսակցության ծրագրում չկա որևիցե մի կետ, որը սահմանադրական կարգի տապալում է հետապնդում։ Ոչ ծրագրում կա, ոչ կանոնադրությունում կա։ Մենք մինչև այս պահ փորձել ենք ավելի զուսպ գտնվել, փորձել ենք կոմպրոմիսի գալ, որպեսզի մեր կուսակցությունը գրանցեն, բայց մենք հասկացանք, որ իրենք արդեն ուղիղ ձևով են սրա մասին խոսում եւ ասում են, որ անիմաստ է, մենք իմիջիայլոց փորձելու ենք տանք, թող մենք տանք, իրենք չընդունեն կամ մերժեն մեր կուսակցության գրանցումը, կդիմենք սահմանադրական դատարան ու կփորձենք այլ ընթացակարգերով այդ հարցը կարգավորել կամ կդառնանք ի վերջո դիսիդենտ ընդհատակյա կուսակցություն, որովհետեւ մենք հասել ենք մի իրավիճակի, երբ օրինակ մեր կուսակցության ծրագրում նշված է նույն իրենց ասած 29846 քառակուսի կիլոմետր այդ Հայաստանից օկուպացված տարածքները պետք է բանակցային գործընթացով ազատագրվեն ադրբեջանական զորքերից, իսկ չազատագրելու դեպքում մեծ հարմար ժամանակ պետք է իրականացնենք հատուկ ռազմական օպերացիա ռեգիստրում, բնականաբար ռեգիստրի աշխատողները չեն դա որոշել, իրենց վերևից հրահանգ է տրվել, ասել են, որ սա պատերազմի քարոզ է, այսինքն մենք բանակ ենք պահում, բայց մեր տարածքները երբ ցանկացան, ոնց ցանկացան, ադրբեջանցիները կարող են վերցնել ու այդտեղից դուրս չգալ։ Մենք ամեն ինչը տալիս ենք, մենք ամեն ինչը զիջում ենք, բայց մեր բանակը դա զուտ ցուցադրության համար է, որ ցույց տանք, որ մենք էլ նման բան ունենք, բայց դա իր հիմնական ֆունկցիան չի իրականացնելու, որովհետև դա պատերազմի քարոզ է։ Պատերազմ ենք մենք քարոզում, եթե մենք ցանկանում ենք ինքներս մեզ պաշտպանել այն ինչը որ մերն է, միջազգայինով ճանաչված մեր սահմաններն են, իրենց ասած միջազգայինով, որովհետև իրականությունը մի քիչ այլ է։ Պատերազմի քարոզը ո՞րն է, օրինակ Ադրբեջանում 94 թվականից հետո անընդհատ պատերազմի քարոզ է գնացել կամ շատ ուրիշ այլ երկրներում, այսինքն ես մի կոպիտ եմ արտահայտվում պատերազմի քարոզ, ես միշտ զարմացել եմ, որ Հայաստանում որպես ռազմավարություն է ընդունվել պատերազմից խուսափելու քաղաքականությունը, որը կարող է լինել մարտավարություն, բայց ռազմավարական առումով անհեթեթություն է դա, որովհետև պատերազմը մեր ուզել կամ չուզելով չի որ տեղի ունենում, դա մի օր տեղի է ունենալու եւ դա ազգերի միջև քաղաքական հարցեր լուծելու շատ պատմության ընթացքում շատ հանդիպած մեթոդներից մեկն է, որից եթե դու այսպես անընդհատ որպես ռազմավարություն հրաժարվելու քարոզություն ես տանելու, մի օր նորից պարտվելու ես պատերազմը, որովհետև պատրաստ չես լինելու պատերազմին։ Մի օր վերանալու ենք քարտեզի երեսից, որովհետև զիջելու տեղ էլ չկա, զիջելու բան էլ չունենք, եզրակացին ենք հասել ու շարունակում ենք այս նույն մեթոդաբանությամբ քաղաքականություն կառուցել։ Կարող է ինչ-որ հակառակորդ նորից տարածք գրավի Հայաստանի, նորից պետք է ուրեմն պատերազմի քարոզ չանես, էլի պետք է փորձես բանակցություններով հետ բերել։ Իմիջիայլոց թրիփի հետ կապված է, երբ որ ասում ենք, որ սա ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ նաև իր հերթին բազմաթիվ վտանգներ է ծնում մեզ համար, էլի խելացի դեմքերով մեծ մարդիկ իրականում երեխուղեղով ասում են ինչ եք ասում, Ադրբեջանը չի համարձակվի, Ադրբեջանը չի համարձակվի, Իրանը, օրինակ մեր հարևան Իրանը ասել է մի քանի անգամ ասել, որ այդ ճանապարհը իմ համար կարմիր գիծ է։
Շատ այս վերջի շրջանում շատ նուրբ փորձ է հասկացնել, որ այդքան էլ իմ սրտով չի, բայց մի ձև փուլ գտամ, բայց այս վերջի դեպքերից հետո, երբ որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակում գործեցին Իրանի վրա, Իրանը ցույց տվեց, որ ինքը ցանկացած ամերիկյան օբյեկտի տարածաշրջանում պատրաստ է հարվածելու։ Հիմա մենք Ադրբեջանից պաշտպանվելու համար սարքել մի բան, որ Իրանը մեր վրա հարձակվի կամ մեր տարածքը ռմբակոծի, սա անհետեթություն է ուղղակի։ Ու բոլորս ասում են, սա անվտանգության երաշխիք է։ Ադրբեջանի հետ չէ կարող ձեր հարցերը կարգավորել, Իրանի հետ ինչ եք անելու։ Դե անվտանգության երաշխիքը ընդհանրապես պետք է քո երկրի ներսից բխի։ Այսինքն ցանկացած ծրագիր, որը դու իրականացնում ես օտար երկրների հետ ու դա համարում ես երաշխիք, դա ընդհանրապես խաբկանք է անվտանգության դրանից ավելի լուրջ, այսպես ասած, երաշխիքներ ենք մենք ունեցել օտար երկրների հետ կապված, ռազմաբազա եւ այլն, սահմանում տեղակայված զորք, ջերմուկի խաղաղապահներ, ոչինչ էլ չի աշխատել։ Հետևաբար մեր ներսից բխած անկախ անվտանգության երաշխիքները պետք է զարգացվեն, առաջին հերթին զինված ուժեր։ Սա մարդկական եղբայրության միաբանության ծրագիրն է, որ պետք է ոչ թե մուրալ խաղաղություն, պետք է ոչ թե երազել խաղաղության մասին, այլ պետք է ուղղակի հենվել սեփական ուժերի վրա եւ ապահովել սեփական երկրի անվտանգությունը։ Թե պատերազմ կլինի կամ խաղաղություն կլինի, դա արդեն միայն մեզնից կախված չէ։ Դրա համար մեր գերնպատակը ոչ թե խաղաղության ձգտելն է, այլ մեր գերնպատակը անվտանգ երկիր ունենալն է ու անվտանգ երկիր սեփական ուժերի վրա հենվելով։ Ոչ թե խաղաղության ձգտել կամ պատերազմի չձգտել կամ այդ հարցերը այն հարցերն են, որոնք իմ կարծիքով պետությունը չպետք է քննարկի։ Այսինքն պետք չէ քննարկել խաղաղության ձգտելու հարց, պետք չէ քննարկել պատերազմ չանելու կամ թեկուզ անելու հարց։ Պետությունը զարգանում է, այդ ընթացքում կարող է լինել խաղաղություն, կարող է լինել պատերազմ, բայց հռչակել պետության քաղաքականություն, խաղաղությունը կամ թեկուզ պատերազմից խուսափելը կամ հակառակը պատերազմի գնալը բոլորն էլ սխալ են։ Զարգացման ընթացքում կլինի պատերազմ, պետք է հաղթել պատերազմը, կլինի խաղաղություն շատ ավելի լավ։ Մայիսի 28-ին դա ոչ թե զորահանդես է, այլ ուղղակի ցուցադրություն է զենքերի։ Մենք ասում ենք, այո, բանակը ձևի մեջ կա, բովանդակության մեջ չկա, որովհետև եթե բանակը չի կատարում իր հիմնական խնդիրները, դա ուղղակի գումարների վատնում է, մարդկան ժամանակի անիմաստ կորուստ է, չնայած իրենք համարում են, որ դա անիմաստ կորուստ է եւ կես տարով կապչատել են, բայց քանի որ խնդիր չի դրվում, որպեսզի այդ խնդիրը իրականացնի զինված ուժերը, դա դառնում է անիմաստ գործողություն, ու իրենք հենվում են Ալիևի ողորմածության վրա, ոչ թե սեփական ուժերով իրենց տարածքն ու իրենց երկիրը կամ տնտեսական շահերը պաշտպանելու վրա։ Սա անիմաստ բան է։ Դե ընդհանրապես եթե զենք կա գնված լավ որակի զենք, լավ քանակի զենք, դա երբեք չի խանգարի։ Մնում է, ես մի հատ ամերիկացի ռազմական տեսաբան կա, Ջոն Բոյդը, ինքը գտնում է, որ պատրաստվել պատերազմի եւ հետո սկսել պատերազմ սխալ է, որովհետեւ պատրաստվել պատերազմի եւ սկսել այդ ժամանակ արդեն իրավիճակը լրիվ փոխված է լինել եւ քո պատրաստածը կարող է բարձրի, որ արդեն չի համապատասխանում ժամանակի պայմաններին։ Ավելին, երբ որ պատերազմը սկսվում է, ընթացքում դու անընդհատ պիտի կատարելագործվես, որովհետեւ անընդհատ ամեն հաջորդ օրվա ռազմական գործողությունները տարբերվելու են նախորդ օրվանից։ Մենք տեսնում ենք մեր աչքի առաջ ռուս-ուկրաինական պատերազմում, երբ որ երկու կողմն էլ պատերազմի սկսելու պահին ունեին մի տեսակի զինված ուժեր, հիմա լրիվ ուրիշ է արդեն, այսինքն իրենք այդ ընթացքում զարգացել են, լրիվ վերափոխվել են ու իրենց բանակները, որոնք պատրաստել էին պատերազմի, գոյություն չունեն, հիմա լրիվ ուրիշ բանակներ են։ Հետևաբար այն միտքը մեր իշխանությունների մոտ էլ արկա, որ մենք պետք է պատրաստվենք կամ նախորդ պատերազմի վերաբերյալ ասում են մենք պատրաստ չէինք պատերազմի, չէ, 2020-ին ասում էին վատ զինված ուժեր ունենք եւ այլն, պետք է այստեղ ասել, որ փակուղի տանող եւ պարտության տանող ուղի է պատրաստվել է զուտ միայն պետք է պատրաստվել, բայց հույս ունենալ, որ մենք հիմա դասեր քաղաք կպատրաստվենք ապագա պատերազմին սխալ է, դրա վրա շատ 94 թվականներին մենք պատրաստվել ենք, որ պատերազմեցինք ու հաղթեցինք։ Մենք չունենք բանակ, չունենք կանոնավոր ոչ մի ստորաբաժանում չունենք։ Պատերազմի պատրաստումը պատերազմի ընթացքում դիլին, եթե կարճ։ Ընթացքում 92-ից սկսած սկզբից կային կամավորական ջոկատներ,
շրջակատներ, դրանց հիմքի վրա ստեղծվեց բանակը ընթացքում 92 թվականից եւ արդյունքում պատերազմ հաղթեցինք։ Դրան ի հակադրություն օրինակ Ադրբեջանը այդ ժամանակ մեր խորհրդային միություն ժառանգած զինված ուժեր, բանակներ, ռուսական զորք կար, խորհրդային զորք կար, հետագայում էլ արդեն իրենք այդ նույն զորքով կռվում են մեր դեմ, բայց մենք համ պատերազմեցինք, համ պատրաստվեցինք, համ կառուցեցինք, համ էլ հաղթեցինք։ Այսինքն քանի դեռ, ասենց ասեմ, քանի դեռ պատերազմի չի սկսել, քո ունեցած բոլոր զենքերը հին են։ Այսինքն նույն հիմա անօթաչումներ ենք, չէ՞, մենք գնում եւ ամբողջ աշխարհը, որովհետեւ արդեն անօթաչումները կարևոր զենք են դարձել պատերազմում, բայց հենց սկսվեց կարող է պարզվել, որ արդեն դրանք հին են։ Նույն զենքի վերաբերյալ մի քանի բան էլ ասեմ, որ պատկերացրեք Հայաստանը գալիս է, Հայաստանը ունենում է մի իշխանություն, որ արդեն այլ քաղաքականություն է վարում, ու տեսնում է, որ գնված են այս զենքերը եւ սկսում է օգտագործել, այնպես որ այդքան էլ վաճի զենք առնել, ինչքան կարող են թող առնել, խնդիր չի, ես այդպես միայն քննադատելու հարց այստեղ չկա։ Առել են այդ նույն ֆրանսիական սեզարները եւ այլն կօգտագործում։ Նոր մարտական իշխանություն ունենանք մենք։ Մարտական եղբայրություն միաբանության տեսքով այս շաբաթ այսքաններ, իսկ դուք բաժանորդագրեք մեր YouTube-յան ալիքին, մեր Facebook-յան ալիքին, Telegram-ի ալիքին, ինչպես նաև կարող եք բաժանորդագրել Patreon-ին, աջակցել, գործերը շատ են, կարող եք ձեր փոքրիկ աջակցություն ունենալ $5, $10, որովհետև առաջիկայում մենք պատրաստվելու ենք սահմանադրական հարաքավային ոչ ասելուն։ Այստեղ հիմնական մեր կարելի ասել մարտն է, քաղաքական մարտն է տեղի ունենալու, որտեղ որ մենք փորձելու ենք հաղթել այս պարտվող օրակարգին ու փորձելու ենք հաղթող օրակարգը առաջ տանել։ Լավ, մնացեք։